Սիրելիներս կուզենայի մի առակ պատմեի արտարության մասին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ շատ մարդիկ մտածում են, որ այսօր մեր օրերի մեջ արտարություն պահելը դա այսքանը օգուտ չի։ Բայց ես ուզում եմ ձեզ ասեմ, որ Աստված արտարի Աստված է, ու Աստված է արտար Աստված, ու ինքն է արտարների Աստվածն է։ Ու կուզենամ մի հետաքրքիր առակ պատմեմ, որ ինք արտարության հետ կապ ունի շատ մեծ, ու մի մարդ, մի թագավոր, մի մեծ երկրի նախագահ մի օր որոշում է իր աղջկան ամուսնացնի ու որոշում ասում է բոլոր տղաներին հրավիրում է այս քաղաքի երկրի ու ասում է դուք բոլորդ հնարավորություն ունեք որովհետեւ դառնաք իմ փեսաս ու ինչն է պայմանը լինելու որ ամեն մեկիդ մի ցորենի հատիկ եմ տալու ու կտնկեք այս ձեր ամանների մեջ ու մեկ 25 օրից մի ամսից բոլորը պետք է կանգնեք իմ առաջ ու ում այս գարշոկի մեջի այս ծիլը բարձր ու փարդամ եղավ նրան էլ իմ աղջկաս կտամ ու հետաքրքիր է երբ որ այս հրամանը ինքը արձակում է ու բոլորը որպեսզի կանգնին այս ինչ օրը թագավորի առաջ ու մի մարդ մի տղա որը որ իրականում արտարության մեջ ապրող ու ասում է ու իր մաման ոնց որ բան է անում դա ասում է դու էլ գնա տղա ջան վերցրա այս սերմը դու էլ ցանի միգուցե այն որ ասում է բախտերս բերի թագավորի փեսա դառնաս ասում է ո մա ջան ասում է ինչ գործ ունես ասում է այսօր արդար ճանապարհներով դժվար մի բանի կարանք հասնենք ու իր մամայի խաթր ինքն էլ է ոնց որ գնում կանգնում է որովհետև իր մաման շատ է իրան բան անում դե գնա ու ինքն էլ է որոշում կայացնում որ գնա ու այս ցորենի հատիկը երբ որ բոլորին բաժանում են հետաքրքիր է որ ինքն էլ է ցանում անցնում է 5 օր 10 օր բոլորի կաշոկների այս ծիլերը գնալով բարձրանում է կանաչում է այսպես փարդամ է դառնում ու Իրանը այս տվյալ մարդու նույնիսկ սև հողը ծիլ չի տվել այսինքն ոնց կա սև հող այսպես մնացել է ու 20-րդ օրը արդեն հրաման որպեսզի բոլորը գան ու կանգնեն թագավորի առաջ ու իրաք ամեն մեկը դավոլնի Իրանից այսպես շատ ուրախ կարշոկների բարձր չգիտեմ մետր կես մետրանոց ծիլերը տեղի ունեցել ու պետք է գնան կանգնին թագավորի առաջ ու այս մայրը գալիս է տղային ասում է լսե դու էլ գնա ասում է մամ ասում է ուզում ես որ իմ վրես ծիծաղեն նույնիսկ իմս ծիլ չի տվել ուր գնամ ասում է լսե տղա ջան իմ խաթր գնա ասում է լավ ու գնում ինքն էլ է կանգնում այս հերթի մեջ բոլոր այսենց իրացից դավոլնի կանգնած են այս ծաղկամաններով որպեսզի ցույց տան թագավորին ու թագավորը ելնում ու նայում է ամեն մեկին է բարձր ծիլերը տվյաց կանգնած են ու նայում է այս տղային է ձերք այս ծաղկաման այս գարշոկը ու սև հողը ու հարց է տալիս ասում է դու էլ ես վերցրես սերմ ասում է հա ասում է արի իմ մոտ ու երբ որ իրան բարձրացնում է ասում է բոլորի առաջ ասում է այս տղային ես իմ աղջկաս պետք է տամ ու ինքը պետք է դառնա իմ փեսաս ու բոլորը այսպես հիասթափված ասում են ինչի չէ որ իրան նույնիսկ ծիլ չի տվել ասում են լսեք դուք բոլորդ խարդախներ ու խաբեբաներ եք որովհետև այս սերմը որը որ բաժանել էի բոլորիդ այս սերմը վառած սերմ էր ինքը իրավունք չուներ ծիլ տալու միայն մի հոգի ով որ իմ խոսքովս արեց չփորձեց շրջանցել ու խորամանգավարի հասնել հաջողությամբ ու ասում է ինքը պետք է դառնա իմ փեսաս գիտեք Աստված արտարների Աստված է միգուցե այսօր մի բան քո մոտ դժվար է տեղի ունենում կամ ասես դանդաղ է գնում վստահ է Աստծուն ու սպասե Աստծուն եթե դու արտար ես արտարության մեջ ես շարժվում արտարությունով ես քո գործը բռնել Աստված քեզ կօրհնի չի հիասթափվես միգուցե դանդաղ է բայց ավարտը շատ մեծ փառահեղ է լինելու Աստված քեզ օրհնի